Պատմությունը մեզ սովորեցրեց ամուր պահել հայկական ինքնությունն ու դիմակայել ժամանակների ամենածանր արհավիրքներին։ Ցեղասպանության ցավը սրտում, բայց հայրենիք ունենալու հավատով ու հայ մնալու անսասան կամքով նվիրյալ հայրորդիները կրկին ոտքի կանգնեցին։ Մայիսյան հերոսամարտերի հաղթական շնչով ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1918 թվականի մայիսի 28 դեռ չէր ավարտվել առաջին համաշխարհային պատերազմը, արկային ցեղասպանության ծանր հետևանքները եւ բնականաբար նման պայմաններում ստեղծել պետականություն դա իրոք մեծ ձեռքբերում էր։ Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ 1918 թվականի մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ կանգնեցնել թուրքական ներխուժումը եւ բառացիորեն փրկել հայրենիքը կործանումից։ Մայիսյան հերոսամարտերը եզակ են մեր ժողովրդի պատմության մեջ, երբ հասարակության բոլոր խավերը անխտիր քաղաքական կոզիչը, ռազմական կոզիչը, մտավորականը, շինականը, հոգևորականը ոտքի ելան պայքարի, հասկանալով պետականության վերականգնման դերն ու նշանակությունը։ Առաջին հանրապետության ստեղծումը միայն ռազմաքաղաքական իրադարձություն չէր, այլ նաև քաղաքակրթական մեծ նվաճում։ Ստեղծվեցին պետականության հիմքերը, թե դիվանագիտական, թե քաղաքական, թե պետական մտածելակերպի, թե ժողովրդի ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում, որոնք հետագայում կարևոր դեր ունեցան 1991 թվականի երրորդ հանրապետության ստեղծման գործում։ Թեպետ առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2.5 տարի, այն դարձավ հայկական պետական մտածողության, դիվանագիտության ու ազգային ինքնագիտակցության հիմքը։ Հաճախ մեզ հարց են տալիս, հնարավոր է պահպանել առաջին հանրապետությունը, թե ոչ։ Այս մասին տարբեր կարծիքներ կան, բայց իմ կարծիքով շատ խիստ սահմանափակ են հնարավորությունները պետականության պահպանման գործում, քանզի միջազգային քաղաքական իրավիճակը անբարենպաստ էր։ Ես նկատի ունեմ ստեղծված էր Քեմալա-Բոլշևիկյան դաշինք եւ Ռուսաստան իր քաղաքականություններ իրականացնում նաեւ Հարավային Կովկասում, դրված էր խորհրդայնացման հարցը եւ դրանք էլ անշուշտ ունեցան իրենց ծանր հետևանքները։ Այսօր ավելի քան 1 դար անց մայիսի 28-ը շարունակում է մնալ ազգային արժանապատվության, համախմբման եւ պետական մտածողության կարևորագույն խորհուրդներից մեկը։ Հասարակությունը հասկացավ պետականության դերն ու նշանակությունը։ Մյուս կարևոր տասը ազգային ինքնագիտակցության ամրապնդումն էր։ Երրորդը սեփական ուժերի նկատմամբ հավատ ունենալը եւ ըստեյության նաեւ այն նախադրյալները, նախապայմանները, որոնք ուրեմն թե երկրորդ հանրապետության շրջանում, ես չեմ խոսում երրորդ հանրապետության շրջանում, տվեցին իրենց արդյունքները։ Հանրապետության օրը միայն պատմական իրադարձությունը հիշելը չէ, այն պետականության արժեքը վերագնահատելու, անկախության գինը հասկանալու եւ ազգային միասնականության գաղափարը վերապրելու կարևոր հնարավորություն է։ Անդրայ ճշմարտությունը անցյալը մոռացողին պատժում է ապագան։ Մենք պետք է անցյալի վրա, այո, մեր քայլերը ճիշտ հավասարակշռենք, հաշվի առնենք թե ներքին, թե արտաքին բոլոր գործոնները։ Նշենք, որ մայիսի 28-ի առթիվ այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցել մեծամասշտաբ զորահանդես։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։